Նամաստե։ Տազի դիաֆրագման շատ կարևոր մի օրգան է, որի վրա տեղակայված են մեր ներքին ինտիմ օրգանները։ Եվ շատ հաճախ ծննդաբերությունից հետո, մեծ ստրեսներից հետո այս մկանը կարող է լարվել, ձգվել և կորցնել իր էլաստիկությունը, եթե նրանով չզբաղվենք։ Շատ հաճախ տեղի ունենում նաև ներքին օրգանների իջեցում։ Դրա համար մենք այսօր դասը, պրակտիկան կսկսենք մեր դասի դիաֆրագմայի տեստավորումից։ Տեստավորման համար նստենք հարմար, ինտիմ օրգանները քաշենք վերև, կարծես ինչ-որ բան ենք ուզում պահել և պահենք մինչև 20 հաշիվը։ Եթե կկարողանանք մինչև 20 հաշիվը պահել, ուրեմն ամեն ինչ լավ է, եթե ավելի քիչ, ուրեմն կա որոշակի թուլություն մկաններում։ Երկրորդ տեստը կարող եք վիդեոն ստոպ անել, առաջ տեստ անել, հետո երկրորդը։ Երկրորդի ժամանակ ուրեմն գալու ենք այս դիրքին և պահենք մի քանի վայրկյան։ Եթե փորի ներքևում ծանրություն չկա, ուրեմն ներքին օրգանները այդքան էլ իջած չեն, ամեն ինչ լավ է, եթե ոչ, ապա կա իջեցում։ Երրորդը այս դիրքն է, որի ժամանակ ողնաշարը պետք է փորձենք ուղիղ պահել։ Եթե ստացվում է, ուրեմն մկաններում լարվածություն չկա դիաֆրագմայի, եթե չենք կարողանում ուղիղ մեջ կողմնել, ուրեմն կա լարվածություն և բերեք արդեն սկսենք։ Կանգնստած դիրքի առանց ձեռքերի օգնության և պառկենք մեջքի վրա հանգիստ։ Գլխի տակ կարելի է բարձ դնել, բայց եթե կարիք չկա, կարող եք չդնել։ Կլոր միջքով իջնում ենք պառկած դիրք, մի քանի վայրկյան հանգիստ մնում ենք այս դիրքում, նկատելով թե ինչպես ենք հենված, պառկած հատակին։ Եվ առաջին վարժությունը, որ անելու ենք, շնչելու ենք փորով և արտաշնչելու ենք։ Ձեռքերը փորի ներքևում, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է փորը բարձրանում և իջնում ամեն շնչի հետ։ Մի քանի անգամ կատարեք այս շնչառական ռիթմը, շունչը բարձրանում է և իջնում է ներքև։ Շատ լավ, և հիմա սկսենք առաջին վարժությունից, տազի գլորումներ վեր և ներքև։ Պատկերացրեք, որ ձեր ողնաշարի ներքևի հատվածը պոչուկն է, և այդ հատվածը մենք գլորում ենք մեկ կրունկների ուղղությամբ, մենք մի փոքր բարձրացնում ենք հատակից դեպի կրծքավանդակ ենք ուղղում։ Եթե պարզ չէ, կարող եք մի պահ նայել էկրանին և տեսնել այդ փոքր շարժումը, գոտկային հատվածում ճոճ է առաջանում, պոչուկը դեպի ներքև ու դեպի մեզ ենք ուղղում։ Ոտնաթաթերով կարող եք պատկերացնել, որ հատակը հրելու եք մեկ դեպի ձեզ, մեկ դեպի գորգի ծայրը։ Մի քանի անգամ կրկնելուց հետո բաց թողեք շարժումը և հանգստացեք։ Հաջորդ շարժումը տազի բարձրացումներն են, կամրջի դիրքը։ Արտաշնչի հետ բարձրացրեք տազը դեպի վեր, շնչի հետ դանդաղ իջեցրեք դեպի հատակ, ուշադրություն դարձնելով նրան, որ այս վարժության մեջ կիրառեք առաջին վարժությունը, որ արեցինք, պոչուկի ներս ու դուրս պտույտը։ Վեր բարձրացնելու ժամանակ պոչուկը պտտվում է դեպի կրծքավանդակ, ներքև իջեցնելու ժամանակ դեպի կրունկներ, դեպի կրծքավանդակ և դեպի կրունկներ։ Այս վարժությունը հատկապես լավ է գոտկային ցավերի ժամանակ, եթե ունեք ցավեր, կարող եք կատարել 10 անգամ օրվա ընթացքում և ուշադրությունը դարձնել ավելի շատ պոչուկի ներս պտտվելուն, այլ ոչ թե շատ բարձր բարձրացնելուն։ Դա այս պահին կարևոր չի։ Վերջին կամրջի ժամանակ պահեք տազը վերևում և սկսեք ծնկները բացել, փակել։ Այս վարժությունը ակտիվացնում է արդեն տազի դիաֆրագմայի մկանները որոշակիորեն և ոտքերի փակող ազդրերի ներքին մկանները։ Մի 10 անգամ կրկնելու ժամանակ կնկատեք ինչքան ակտիվ է, փորձեք բացել, փակել այնքան, ինչքան որ ձեր մարմինը թույլ է տալիս, այսինքն մեծ հեռավորություն պետք չի ձգտել, կարևոր է հաճելի լինի շարժումը։ Հաջորդ վարժության ժամանակ ոտքերը գրկենք և գլորվենք մի կողմից մյուսը, թեթև ճոճ տազի ներքևի հատվածում, կարծես երեխաների պես
հա, նորածին երեխաների նման, թեթև գլոր մի կողմից մյուսը, նույնիսկ կարող եք լավ թեքվել, ոտքերը մոտեցնել հատակի ուղղությամբ, կատարեք մի քանի անգամ։ Եվ հանգիստ թողեք շարժումը։ Հաջորդ վարժության համար նորից ոտքերը դնում ենք հատակին և կատարելու ենք շրջանաձև շարժումներ տազով։ Կարող եք պատկերացնել, որ տազի հետևի հատվածով շրջան եք նկարում։ Շրջանը սկսեք աջ կողմից, դեպի վեր, ձախ, դեպի պոչուկ, աջ կողմը տազի, նորից դեպի վեր, ձախ կողմը և պոչուկ և փոխեք ուղղությունը։ Այս վարժությունը իրականում շատ նման է նրան, որ կարող եք պատկերացնել ափսեն, երբ որ ընկնում է հատակին կամ կլոր ինչ-որ առարկա և ինքը կարծես սկսում է պտտվել հատակի վրա, այդ նույն զգացողությունը ունենալու դեպքում կարող եք հանգիստ կատարել։ Ոտքերը հիմա հավաքեք դեպի կրծքավանդակ և ծնկներով սկսեք նկարել շրջաններ դեպի դուրս, երկու ծունկը նկարում են շրջաններ դեպի երկու, եթե սենյակում եք պատերի ուղղությամբ, բացվելով և հետո փոխեք ուղղությունը դեպի ներս դուրս մի քանի անգամ նկարեք, կոնքը թողեք, որ լավ պտտվի իր հոդային տարածքում և եկեք նստած դիրքի։ Նստած դիրքում կատարելու ենք կողք թեքումներ։ Թեքվեք կողք, ձեռքի ափը մոտեցրեք ճակատին և շարունակեք մի քանի անգամ կրկնել կողային թեքումներ ողնաշարի համար։ Այնուհետև գալիս ենք ձեռքերի ու ծնկների վրա հենված դիրք, այսպես ձեռքերի ափերը ուսերի տակ, ծնկները կոնքի տակ, աջ ոտքը բացեք կողք, ոտնաթաթի կրունկը պտտեք ծնկի ուղղությամբ, հատակի ծնկի ուղղությամբ, բարձրացրեք ոտքը ոտնամատերի վրա և սկսեք հետևյալ կերպ տազը հետ և աջ ոտքի ծունկը դեպի հատակ պտտելով, պետք է կատարել այս վարժությունը 10-ից 15 անգամ, եթե կարող եք նույնիսկ 20 անգամ, եթե սկզբում տեստավորումը ցույց տվեց ցածր արդյունքներ, կարող եք այս վարժությունը օգտագործել մի փոքր ավելի շատ կատարելով։ Այս վարժության ժամանակ էլաստիկությունը դիաֆրագմայի մկաններին բավականին կարող է բարձրանալ և հանգստանանք տեղափոխվենք մյուս ուղղությամբ, ոտքը բացելով կողք, գալով ձեռքերի ծնկների վրա դիրք, ոտքը բացելով կողք, ոտնաթաթի կրունկը բարձրացնելով վեր և տազով հետ ենք ուղղում, ծունկը ուղղում ենք հետ, տազով հետ, ծունկը հետ։ Եթե բարդ է այս տարբերակը, կարող եք ուղղակի տազը տանել դեպի կրունկը, վերադառնալ, կրկնել միայն առաջին մասը։ Եթե ստացվում է, կատարեք այնքան, ինչքան որ կարողանում եք և շարունակենք մի քանի անգամ ևս կրկնելով և ոտքերը հավաքենք, նստենք կրունկներին, հանգստանանք և հիմա ողնաշարը աշխատեցնենք, կլորացնելով մեջքը ներս և բացելով կրծքավանդակը առաջ մի քանի անգամ կատարենք, հանգստանանք։ Հիմա կշարունակենք մենք կանգնած դիրքում տեստավորման ժամանակ այս վարժությունը ունենք։ Հիմա տազը իջեցնում ենք ներքև և պուլսացիաներ ենք ստեղծում, կարծես նստած ենք ինչ-որ պրուժինկայի վրա, ինչքան որ ստացվում է իջնել ներքև տազով, այդքան կատարեք։ Եվ հիմա անելու ենք նույն բանը, ուղղակի երկու անգամ պուլսացիա, կանգնեցինք, պուլսացիա, կանգնեցինք, մի քանի անգամ էլ կատարենք, պուլսացիա ներքև և ուղղվեցինք։ Շատ լավ վարժություն է ոտքերի ամրության համար և տազի դիաֆրագմայի։ Հրաշալի։ Շարունակում ենք մալասանայում, իջնում ենք այս յոգիկ սքվոթը,
տազը մոտ է հատակին, կարող եք բարձրանալ կրունկների վրա, եթե չի ստացվում կրունկները հատակին, և այս դիրքում նորից պուլսացիաներ վեր և ներքև։ Վարժությունների արանքում կարող եք հանգստանալ, կարող եք պաուզա դնել և կատարել ավելի շատ, քան այստեղ ենք կատարում։ Հանգստանանք, ձեռքեր ոտքեր թափահարենք, հանգստանանք և անցնենք պառկած դիրքի, լրիվ հանգստի, բոլոր շարժումները մարմնից դուրս թողնենք, մտքերը թողնենք դուրս, հանգիստ, և 1 րոպեի չափ միասին կհանգստանանք։ Մարմնի բոլոր մկանները մի պահ բերեք ձգենք և թուլացնենք։ Հաճելի հանգստի համար ձգեցինք մի անգամ էլ ու թողեցինք։ Հաճելի հանգիստ եմ ձեզ մաղթում, կարող եք հանգստանալ այնքան, ինչքան որ կարիք ունեք։